Վերջին շաբաթներին Ռուսաստանը հերթով սահմանափակում է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա, ծաղկից մինչև պտուղ բանջարեղեն։ Տաղմաշրջանում շատ անձրևներ եկավ, ծաղկումը չեղավ։ Այգեգործ Սարգիս Ղազարյանը այս տարի Ծիրանի բերքի սակավությունը օգնող գործոն է համարում։ Նրա խոսքով, եթե այս տարի առատ բերք լիներ, ներկա սահմանափակումների պարագայում գյուղացիները կարող էին լուրջ խնդիրների առաջ կանգնել իրացման հարցում, իսկ սահմանափակ բերքի պարագայում եղածը գոնե հնարավոր կլինի վաճառել ներքին շուկայում։ Շատ չի մտահոգվի այդքան էլի, գոնե եղածը կիրացնի իսկապես։ Իրան գոնե լավ կզգա էլի։ Իսկ եթե առատ բերք բռներ, ես չգիտեմ թե այդ մարդկանց վիճակը ոնց կլներ։ Ավելի բարդ է վիճակը այլ պտուղ բանջարեղենի եւ ծաղկի հարցում։ Գյուղատնտես եւ արտահանող Դավթյան Farms ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը ռուսական արգելքը համարում է աղետալի, քանի որ հայկական գյուղամթերքի ճնշող մեծամասնությունը սպառվում է հենց այդ շուկայում։ Խնդիրը բարդանում է նրանով, որ փակվում է նաեւ տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Այս շուկայում չեն դասավորվում վերջի օրը, այլ շուկայում չեն դասավորվում խնդրից հետո։ Ես օրինակ առնվազն այս վերջի 3-4 տարիներին անընդհատ ինձ հասանելի բոլոր միջոցներով գոռում եմ շուկայի դիվերսիֆիկացիայի մասին։ Ոլորտի մասնագետները լուծումը շուկաների բազմազանեցման մեջ են տեսնում, սակայն դա մեկ օրվա գործ չէ, տարիների հետևողական աշխատանք է պահանջում, նաև մշակութային փոփոխություն։ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի քարտ հիմնադրամի խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանի խոսքով Հայաստանը տարիներ շարունակ մնացել է նույն կետում։ Գյուղմթերքի արտահանման համար ընտրել է ամենահեշտ ռուսական շուկան եւ այդ պատճառով չի ներդրել որակի, սննդի անվտանգության ու միջազգային ստանդարտների համակարգեր։ Նրա խոսքով այս պահը պետք է օգտագործել կախվածությունը նվազեցնելու եւ նոր շուկաներ մտնելու համար։ Ռուսական շուկան սահմանափակ է 130-140 միլիոնանոց շուկա է ու գնալով գնողականություն անկնում է այնտեղ։ Աշխարհի շուկան շատ ավելի մեծ է, միլիարդավոր սպառողներ կան, որոնք պատրաստ են հայկական ապրանքը գնել։ Սարդարյանը կարևորում է շուկաների բազմազանեցումը, բայց նաև նշում է, որ տեղյակ չէ արդյոք պետությունը այլ շուկաների խորացված ուսումնասիրություններ անում է, թե ոչ։ Եվրոպական շուկան ունի որակի այլ շատ ավելի բարձր ստանդարտներ, քան ռուսականը։ Գյուղատնտես Դավիթ Դավթյանն ասում է, որ ռուսական շուկան տարիներ շարունակ արտադրողներին հարմարեցրել է այնպիսի ստանդարտների, որոնք խոչընդոտում են նրանց մուտքը եվրոպական շուկա։ Եվրոպան պահանջում է միասնական որակ, հատուկ փաթեթավորում եւ կայուն ծավալներ։ Հայկական թերթով փաթաթում ենք այս կանաչին, դնում ենք արգղի մեջ, որի տարողությունը 20 կիլոգրամ է ու գրած արմյաց հայկական կանաչի է գրած։ Ու փաթաթում ենք, սկոճում ենք, դնում ենք ֆուրի մեջ կամ դնում ենք սամալյոտի մեջ, կարգո ենք տանում ու էսի հասնում է Ռուսաստան։ Հիմա հարց. մենք սա կարողանալու ենք կիրառել եվրոպական շուկայում։ Ենթադրաբար ոչ։ Ռուսաստանի սահմանափակումներին ի պատասխան Հայաստանի կառավարությունը փոխհատուցում է նոր շուկաների արտահանման տրանսպորտային ծախսերի եւ մաքսատուրքերի մի մասը։ Միջազգային առևտրի փորձագետ Կարեն Ազարյանը պետության դերը հայկական գյուղմթերքի արտահանման հարցում առանցքային է համարում։ Ներկայում իրականացվող քայլերը մասնագիտական տեսանկյունից նա գնահատում է ոչ բավարար։ Որպեսզի ունենանք ավելի sense զգալի արդյունքներ, պետք է միջամտություններ լինեն համակարգային, այսինքն բոլոր կետերով վերցնենք, եթե անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, կանոնակարգեր, լինեն դրանք, եթե անհրաժեշտ է կատարել օրինակ վերազինում, արտադրանքի համապատասխանեցում, կատարել դրանք, եթե անհրաժեշտ է շուկայի հասանելիության ապահովել դա, ֆինանսավորումը եւ բիզնեսի կարողությունների զարգացում, արտահանման խթանում։ Իսկ ինչ պետք է անի պետությունը։ Պետության դերը այստեղ կարևոր է, որպեսզի ուղղորդի համապատասխան երկրների հետ պայմանավորություններ ձեռք բերի, Հայաստան հրավերի տվյալ երկրներ ներկրող տնտեսվարողներին, բիզնեսներին։ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալիորեն կախված մնալ ռուսական շուկայից։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանման 36.3%-ն իրականացվել է Ռուսաստան, մինչդեռ Եվրամիության երկրներին բաժին է ընկել արտահանման ընդամենը 14.1%-ը, հիմնականում հանքանյութ։